Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Շնորհակալություն Տիկին Անդրեասյան, շնորհակալություն զեկույցի համար, մի քանի արդիական հարցերի, մամուլում քննարկող հարցերի մասին կուզենամ ձեր արձագանքը լսել, չնայած դրանց մի մասի հասցեատերը գուցե դուք չեք, բայց այս կամ այն կերպ մեր ոլորտների հետ է առնչվում ու չհնչեցին, կարծում եմ արժին արձագանքել մանկավարժականի հետ կապված թեմաներում, եթե թարմացում կա, ոնց որ առաջի օրվանից հետո, առաջի մի երկու օրվանից հետո լուրը տեսադաշտից անհետացավ, հետաքրքիր այն, եթե ինչ-որ նորություն կա, հետաքրքիր կլինի իմանալ։ Երկրորդ հարցը վերաբերում է Երևան պետական համալսարանից մի դասախոսի հեռացմանը, արդյոք ինքը համապատասխան ընթացակարգերով ձեզ դիմել է ու դուք ունեք բավարար չափով տեղեկություն, թե ինչա տեղի ունեցել, գուցե պարոն Հայությունյանն է ավելի շատ հարց ուղղված, որովհետև հրապարակային իր ելույթներում, գրառումներում, հարցազրույցներում ասում է, որ ինքը վիրավորանքի մասին դասա բացատրել, քրեական հոդվածի մասին եւ դատական նախադեպացույց տվել, որտեղ կիրառելիս է եղել վիրավորանք, ինչ է բացարձակ ակադեմիական գործունեություն է նկարագրում ու իրեն հեռացրել են, բայց եթե, չգիտեմ, ընթացակարգերով արդեն բոլոր ինստիտուտներով անցել է ու հասել է նախարարություն, միգուցե դուք ունեք ավելի մանրամասն տեղեկատվություն, թե ինչա տեղի ունեցել, իսկ միգուցե դեռևս չի հասել, շուտով կհասնի։ Մյուս թեման, որը էլի շատ ակտիվորեն քննարկվում է, հաստատ ձեզ չի հասցեագրված, բայց կուզենայի երևի եթե դուք ունեք մեկնաբանություն կամ դերակատարում ունեցել եք դրա հետ կապված ինչ-որ արձագանք տաք, խոսքը կառավարությունից Հովհաննիսյան ինստիտուտին հայագիտական հետազոտությունների համար տրամադրված դրամաշնորհի մասին է։ Ես գիտեմ, որ մեր խոսակցությունների ընթացքում պարոն Հայությանը դուք մի քանի անգամ ասել եք, որ հայագիտական ոլորտի հետ կապված շատ դիմումներ չեն լինում։ Միգուցե լավ չեմ պատկերացնում, էլի նախարարությունը ինչ որ դերակատարում ունի խորհրդատվական, իսկ միգուցե պետք էր գիտպետկոմի միջոցով անել, ինչ որ մեկնաբանության կարիք է զգացվում, էլի սրա հետ կապված, որը կարծում եմ լավ առիթ է, եթե դուք ինչ որ տեղեկություն ունեք, մեկնաբանեք։ Մի հարց ունեմ կապված ճեմարանի հետ, մի քանի օր առաջ քաղաքական ցույցի ժամանակ ճեմարանի ռեկտորը ելույթ էր ունենում, մինչդեռ Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքը կարծես թե ռեկտորներին արգելում է քաղաքական գործունեությամբ զբաղվել, կուզեի իմանալ արդյոք նախարարությունը ուշադրություն դարձրել է այս հարցին եւ ինչ քայլեր են ձեռնարկվել, եթե եղել են այդպեսին ճեմարան ասելով նկատի ունեմ Գևորգյան հոգևոր ճեմարան, որը բարձրագույն կրթական հաստատություն է իր իրավակազմակերպական ձևով եւ հետեւաբար ամբողջությամբ նրա վրա տարածում են բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքի բոլոր դրույթները եւ մի հարց էլ ունեմ, որը Այս արդեն բանը չմամուլային հարց է, ինձ շատ հետաքրքրող է։ Տիկին Անդրեասյան, մի քանի երևի ամիս առաջ արդեն նախարարությունը հրապարակեց իրական Հայաստանի տեղորոշման հայեցակարգը, որից պետք է որ բխեցվեր մշակութային քաղաքականությունը։ Ես կուզենայի հասկանալ արդյոք այս բյուջեի նախագծում այդ հայեցակարգի ներկայությունը մենք տեսնում ենք եւ ինչպես ենք տեսնում, որովհետեւ առերևույթ այս բյուջեի նախագիծը նման է նախորդ բյուջեների նախագծին, մի քիչ թվերը փոխված։ Եթե ես ճիշտ եմ հասկացել այս հայեցակարգի իմաստը, մենք առաջարկում ենք բովանդակություն ֆինանսավորել, ոչ թե օրինակ քանակ։ Մինչդեռ մեր քաղաքականությունների մեջ կան ձևեր ֆինանսավորման, օրինակ, չգիտեմ, բանի այդ օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի, տիկնիկային թատրոնի, որ պատրաստում ենք մնացած կազմակերպությունների վրա տարածել ֆինանսավորման այս ձևը, որը
արդյունք է, ինչ որ քանակ է, եկամուտ է ֆինանսավորում, լավ, շատ եկամուտ կտակ, մենք նույնչափ կֆինանսավորենք։ Մենք ո՞նց ենք սա համընկեցնելու բովանդակություն ֆինանսավորելու մեր քաղաքական որոշման հետ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Ղազարյան, մանկավարժական համալսարանի հետ կապված իրավիճակը հետևյալն է, համալսարանում հոգաբարձուների խորհրդի կողմից ընտրված է ժամանակավոր պաշտոնակատար, բոլոր այն անձինք, որոնք որ համապատասխան իրավապահ մարմիններից ստացված գրության ունեին մեղադրյալի կարգավիճակ, նրանց պաշտոնավարումը կասեցված է եւ մենք հենց այսօր պլանավորում ենք հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկել բուհի անելիքները եւ ժամանակավոր պաշտոնակատարը ունեցել է մի քանի օր ժամանակ, որպեսզի առաջին վերլուծությունները անի եւ միասին կարողանանք նաեւ տեսնել մեր կոնկրետ անելիքների շրջանակը, ինչու եմ ասում տեսնել մեր անելիքների շրջանակը, որտեղ բնականաբար ընթանում է նախաքննություն եւ իրավապահ մարմինների աշխատանքն է նաեւ որ պետք է ուղղորդի բուհում մեր անելիքը հետագայի իմաստով, բայց մենք չենք սպասելու դրան, անում ենք մեր սեփական վերլուծությունները եւ այդ իսկ պատճառով հենց այս պահին էլ բուհում շատ գործընթացներ ուղղակի կասեցված են։ Եվ մենք դա ամբողջությամբ վերլուծելու եւ հասկանալու կարիք ունենք, որպեսզի տեսնենք դա պետք է շարունակել թե ոչ։ Օրինակ կապված տարածքների օգտագործման որոշակի քաղաքականությունների հետ կամ այլևայլ ծառայությունների մատուցման ինչ որ գործընթացների հետ, բայց կարծում եմ, որ այստեղ շատ մանրակրկիտ վերլուծություն է պետք, սա իհարկե հոգաբարձուների խորհրդի իրավասությունը չի, բայց այս փուլում կարծում եմ, որ հոգաբարձուների խորհուրդը լրացուցիչ մոնիտորինգային գործառույթներ կվերցնի իր վրա, որպեսզի վստահ լինենք, որ բուհը գնում է ճիշտ ուղղությամբ։ Ինչ վերաբերում է Երևանի պետական համալսարանից դասախոսի հեռացմանը, պետք է ասեմ, որ նախարարությունն է ստացել բողոքը եւ ուղարկել բուհին դիտարկման, այսինքն այդ իմաստով տեղեկատվությունը փոխանցվել է նաեւ նախարարություն եւ իմ ունեցած տեղեկություններով խոսքը մեկ միջադեպի մասին չի, այլ խոսքը շարունակական վարքի մասին է եւ ես կարծում եմ, որ ուսանողները բավարար հասուն մարդիկ են գնահատելու իրենց մատուցվող նյութի բովանդակությունը եւ նպատակը։ Եվ ամենևին չեմ կարծում, որ կարելի է հեշտությամբ մանիպուլացնել մեր սովորողներին։ Եվ չեմ կարծում, որ դասախոսները պետք է զբաղվեն դրանով։ Գիտեք, մենք պետք է սովորենք այն մոտեցմանը, որ կրթությունը մի բան է, որի համար դու վճարում ես։ Եվ եթե դու վճարում ես, դու պիտի ստանաս որակյալ գիտելիք, հմտություն, կարողություն։ Հատկապես բուհում բարձրագույն ուսումնական հաստատությունում քո անցկացրած ամեն րոպեն ու ամեն ժամը պետք է ունենա իմաստ ու նպատակ։ Ժամավաճառությամբ զբաղվելը, ինչը տարիներ շարունակ ընդունված է եղել, կենցաղային խոսակցությունները, այլևայլ նպատակներով ու օրակարգերով լսարաններ մտնելը, որը մեր բոլոր բուհերում էլ մի տարածված բան է եղել, եւ շարունակում է մնալ տարբեր դասախոսների պարագայում, չպետք է հանդուրժեն առաջին հերթին մեր ուսանողները։ Ու եթե չեն հանդուրժում, շատ ճիշտ են անում։ Ու ես կարծում եմ, որ անթույլատրելի է հատկապես այդ խնդիրները բարձրաձայնող ուսանողներին թիրախավորելը։ Սա ինչի մասին է, որ խնդիր կա չխոսենք այդ մասին։ Իսկ գուցե դասախոսը որպես չափահասանց գնա հայաց գցի իր գործունեությանը։ Երբ որ ես դեռ ժամանակ ունեի դասախոսական գործունեությամբ զբաղվելու, ամեն ժամը, որ անցկացնում էի լսարանում, անընդհատ մտովի հետադարձ կապի մեջ էի, որ հասկանայի այն, ինչ ես անում եմ լսարանում, պետք է այդ ուսանողներին, թե չէ։ Առաջին հերթին իրենց օգնում է ինչ-որ մի բան հասկանալու, պատկերացնելու իրենց մասնագիտությամբ։ Թե չէ գիտեք, ինքնահաստատման եւ սեփական օրակարգերը սպասարկելու համար լսարան մտնելով ոչ մեկին չես զարմացնի, բողոքը ստացել է նախարարությունը ուղարկել է բուհ,
դեռևս մենք չենք ստացել որևէ բան ազատված դասախոսից, կստանանք ըստ ընթացակարգի կքննարկենք իհարկե։ Մեր երկիրը իրավական երկիր է եւ օրենսդրության բոլոր պահանջները գործում են բոլորի նկատմամբ։ Ինչ վերաբերում է Հովհաննիսյան ինստիտուտին տրված դրամաշնորհին, գիտեք, կառավարությունը իր տարբեր կարիքների համար կարող է եւ պետք է պատվիրի հետազոտություններ։ Ես կարծում եմ, որ դա անհրաժեշտություն է։ Չի կարող քաղաքականության մշակումը ընթանալ առանց հետազոտությունների։ Դրա մի մասը կարող են լինել գիտական հետազոտություններ, մյուս մասը կարող են լինել կիրառական նշանակություն ունեցող հետազոտություններ։ Ես պատրաստ չեմ այս պահին ասել արդյոք այդ հետազոտությունները կարող էին օրինակ իրականացվել գիտական դրամաշնորհով։ Բոլորովին պատրաստ չեմ, որովհետև նման հետազոտությունները գիտական դրամաշնորհով իրականացվելու պարագայում անցնում են փորձաքննության այլ ընթացակարգ եւ ունենում են նաեւ կոլեգիալ որոշումներ։ Բայց ես չեմ կարծում, որ դա պետք է սահմանափակի կառավարության լիազորությունը հետազոտություն պատվիրելու, որովհետև ելի եմ ասում, որ քաղաքականություն մշակող կառավարման մարմնի համար հետազոտություն պատվիրելը պետք է լինի առօրյա գործունեության մաս։ Պարզ է, որ այդ հետազոտության մի բովանդակությունը կարող է այդ պահին հանրայնացման ենթակա լինել, մի մասը հանրայնացման ենթակա չլինել, այլ լինել աշխատանքային նշանակության, եւ չեմ կարծում, որ այդ հարցերը պետք է այդ աստիճան եւ այդ ձևով ներկայացվեն։ Կարծում եմ, որ սա շատ աշխատանքային գործընթաց է եւ մնացած բոլոր հարցերը դրա շրջանակներում քննարկելի են։ Ինչ վերաբերում է հայագիտական ուսումնասիրություններին, այո, դա մեր առաջնահերթություններից է, գիտության ռազմավարության ներկայիս նախագծում էլ այս շեշտադրումն ու թիրախները դրված են եւ մենք կարող ենք նաեւ միասին ռազմավարության քննարկման ժամանակ տեսնել, թե այդ կոնտեքստը ինչպես կաշխատի։ Ճեմարանի հետ կապված, այո, դուք ճիշտ եք, Գևորգյան ճեմարանը լիցենզավորված բարձրագույն ուսումնական կրթական ծրագիր իրականացնող հաստատություն է, հետևաբար դրա նկատմամբ վերաբերելի են օրենսդրության բոլոր պահանջները, այդ թվում քաղաքական զսպվածության եւ նման վարքագծի անթույլատրելիության։ Ես գիտեմ, որ միջադեպի մասին եք դուք խոսում, խոսքը վերաբերում է տեսուչի հարթակից ունեցած ելույթին, որը կարող է այո մեկնաբանվել որպես քաղաքական բովանդակություն պարունակող, որտեղ որոշակի հայտարարություններ է իր մեջ պարունակում եւ արվել է այդ կոնտեքստում, մենք ներկայումս այդ ուրեմն միջադեպի քննարկման փուլում ենք եւ համապատասխան գրությամբ մեր դիրքորոշումը կարտացել ենք նաեւ ճեմարանի ղեկավարությանը, որովհետեւ մենք շատ ենք կարեւորում, որպեսզի բուհերը լինեն իրենց վերաբերելի դաշտում գործող հաստատություններ եւ նման դրսևորումները չեմ կարծում, որ պետք է որևէ կերպ խրախուսվեն կամ աննկատ մնան։